Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Աշտարակում և Չարենցավանում։ Կուսակցությունում քաղաքացիների ընդունելությունը գնահատել են ջերմ, կրկնելով իրենց հիմնական կարգախոսը՝ կերտենք հայկական պետություն։ Քաղաքական ուժի համար առանցքային կանգառներից է եղել նաև Ոսկեպարը, որտեղից էլ մեկնարկել էր կուսակցության քարոզարշավը։ Սուրեն Պետրոսյանի խոսքով Ոսկեպարն իրենց համար պարզապես սահմանամերձ բնակավայր չէ, այլ հարազատ տուն, որտեղ քաղաքական պայքարը ստացել է համայնքի աջակցությունն ու օրհնությունը։ Ոսկեպարցիները մեր համար կարելի ասել ոնց որ ընտանիք լինեն, որովհետև մի ամսից ավել իրենք մեզ տուն են տվել, տեղ են տվել, պահել են, մենք միասին ապրել ենք ու հետևաբար այլ տեղից անգամ տեսականորեն սկսել չէին կարող, հետևաբար նորից կարելի ասել սկսում ենք մեր տնից։ Կուսակցությունը հայտարարում է, որ իր նպատակն է ազատվել նախկին եւ ներկա իշխանությունների թակարդներից, պարտադրվող կործանարար օրակարգերից եւ վատի ու վատագույնի միջև ընտրությունից։ Քաղաքական ուժի ուղերձում շեշտվում է, քվեարկելով 14 համարի օգտին, քաղաքացին ընտրում է պայքարողի, արարողի եւ հաղթողի հոգեբանություն։ Ամեն ինչ մարդկանցից է կապված։ Աստված որ լավ է։ Անպայման։ Մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։ Անպայման։ Ու այդ լինելու է մեր մասնակցությամբ։ Ժողովրդավարական համախմբումն ընտրություններին մասնակցում է 14-րդ համարով, ինքնիշխան, արժանապատիվ եւ հայկական պետություն կառուցելու օրակարգով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։